Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Միթե Աստված մեղավորներուս մահը գուզե, քավլիցի։ Եթե Աստված ուզեր, որ մեղավորներս մեռնեինք, ապա սիրելներ իր միածին որդին աշխարհ չեր ղրգեր եւ Հիսուս իր արյունը չեր թափեր մեր փրկության համար։ Գամեգը որ անմեղ է, ոչ, ամենքս ալ մեղավոր ենք։ Հետևաբար ամենքս ալ արժանի էինք սիրելներ հավիտենապես գործվելու, որովհետև Պողոս առաքյալ գսե Հռոմայացիներուն ամագի 6-րդ գլխու 20-րդ համարի մեջ, թե մեղքին վարձքը, մեղքին վարձատրությունը մահ է։ Բայց Աստված սիրելներ մեր թարցն է որ գուզե։ Եզեկիելի մարգարեի 18-րդ գլխու 20-րդ համարի մեջ Աստված գսե. Միթե ես ամբարիշտին մահը գուզեմ, ոչ, այլ գուզեմ անոր թարցը եւ փրկությունը։ Պետրոս առաքյալը իր երկրորդ Պետրոսի նամակի մեջ 3-րդ գլխու 9-րդ համարի մեջ գսե. Աստված համբերատարություն ցույց կտա նկատմամբ, որովհետև չուզեր որ ովև մեկը գործվի, այլ գուզե որ բոլորն ալ ապաշխարելու առիթ ունենան։ Ես սիրելիներ, ապաշխարությունը մեր փրկության դոմսն է, հավիտենական կյանք մտնելու։ Քրիստոս ներեց մեզի մեր մեղքերը, այո, բայց սշպախտաբար մենք որպես մարդիկ ամեն անգամ մեղքի մեջ ընկած ենք ու գինանք։ Ապաշխարությունը անհրաժեշտ է որ դիրոջ դառնանք։ Եվ ապաշխարության սիրելներ ձիրի մեջ կինա նաև բարեգործությունը։ Ցեզի եկեղեցվո հայրերեն սկանչելի պատմություն պատմեմ, որ իրական դեպք եղած է անցյալին։ Գբատմվի թե Պետրոս անունով Մաքսաբետ մգար, Մաքս հավաքող, դուրք հավաքող ժողովուրդ են, շատ անկութ էր։ Անիգա նաև թագավորին հացի մատակարարն էր։ Ոչ Աստուծո գավադար, ոչ եկեղեցի գերտար, ոչ մարդոց մեգամճնար, աղքատներու նկատմամբ, գարիքավորներու նկատմամբ անկութ էր, անողորմ էր։ Օրմը այդ քաղաքի մեջ ապրիգյան քաղաքն է, ուրեմն աղքատները իրարուքով հավաքված գկովապանեին ողորմած մարդիկը եւ գվադապանեին անողորմները։ Երբ խոսքը հասավ Պետրոսի, բոլոր աղքատները սկսան ասել, որ Պետրոսը անկութին մեկն է եւ ամենքն ալ վկայեցին, որ Պետրոսեն ովևէ մեկը ողորմությունը չէ ստացած։ Ովևէ մեկը։ Այդ աղքատները մեկը իր ընկերներուն գսե. Ես պիտի փորձեմ անպայմանորեն ողորմություն առնել Պետրոսեն։ Ընկերները իրեն գսեն չանքդ ապաշխարանք թողլա։ Փորձը հույս չկա Պետրոսեն, բայց փորձը։ Հաջորդ առավոտ այս աղքատը Պետրոսի բալադի թարբասին դիմաց կգանքնի։ Երբ Պետրոս սայլակը լեցուն ամբողջությամբ հացով դուրս գելե այդ թարբասեն, այս աղքատը կմոտենա Պետրոսին եւ կսկսի ողորմություն մուրալ, հացը մուրալ, բայց Պետրոս երբեք ական չի գախեր։ Ու սայլագով կսկսի երթալ դեպի թագավորին բալադը։ Բայց այս աղքատը չի թատրիր երբեք ամբողջ ճանապարհին ողորմություն գուզե Պետրոսեն, այնքան գխոսի, այնքան ողորմություն գխնդրի, այնքան գախերսե, որ Պետրոսը ալ գզզվի եւ գուզե ցերպազադիլ այս աղքատեն, ուստի հաց մգարնե եւ աղքատին երեսին գշբրտե։ Աղքատը գարնե եւ գվերադառնա իր մյուս աղքատ ընկերներու մոտ եւ գսե որ դեսեք Պետրոսեն գրծա հացը նգանակը հացի նգանակը առնել։ Այնպես կբադայի որ երկու օր յետք այս Պետրոսը շատ խիստ ծևով գհիվանդանա, ձանրորեն համերց կդառնա։ Եվ հանգարց
դեսիլք մը գտեսնե եւ դեսիլքի ժամանակ գտեսնե թե Թադաստանի օր է եւ թե ինչպես չար սատանաները պատրաստ են զինք դանչելու եւ հանգարց գշիրք մը գտեսնե ու այդ գշիրքին մեկ նժարին վրա մեկ ամանին վրա չար սատանաները չար ոգիները Պետրոսին գադարած անկթությունները չարիկները գլեցնեն իսկ մյուս կողմեն ռեշտակները գբայքարին որ կոնե Պետրոսի մեկ լավ արարքը ուրեմն փերեն եւ միակ բանը որ նժարին մյուս ամանին մյուս կողմը գտնեն այդ հացն էր որ Պետրոսը աղկադին դված էր եւ հացին գոմը ավելի ծանր կգշրե քան չարիկները եւ ռեշտակները Պետրոսին գսեն դես գսեն աչքերդ բաց եթե մեկ հացը այսպես ծանր գշրեց հաբա որքան ավելի պիտի գշրե բարեգործությունդ քու բոլոր գադարած մեղքերուդ դիմաց եւ երբ Պետրոս գարթնա ու գաբակինի իր հիվանդութենեն թարց կունենա գզղճա եւ իսկապես ողորմած կյանքով գաբրի իր ամեն ունեցածը գծախե աղքատներուն կփաշխե իր ըստրուգները իր ծարաները ազատ կարձագե անոնց նվերներ դալով խումարներ դալով միայն մեկ ըստրուգը իր մոտ կբահե մեկ ծարան իր մոտ կբահե եւ ապա իր ծարային գսե միասին երթանք սուրբ քաղաք Երուսաղեմ այնտեղ զիս մեծահարուստիմը ծախե որպես ըստրուգ Քումարը վերցուր, քեզի բաժիմը եւ մնացյալը աղքատներուն բաժնե։ Բայց ծարան գահագաջարե, բայց Պետրոս անթրթվելի կմնա։ Վերջապես կհասնին Երուսաղեմ։ Եվ իսկապես Պետրոսի բնդումին վրա ըստրուգը զինք գծախե, իր դերը գծախե որպես ըստրուգ, քումարը գարնե, իրեն բաժիմը գանե եւ մնացյալ աղքատներուն կփաշխե։ Պետրոս այդպես լրելյան գաբրիել ոչ ոք գիտեր զինք ժամանակը յետք իր երկրեն մարտիկ կուքան եւ կբադայի որ այդ դունը գիչնեն ու գտեսնեն Պետրոսը եւ դան դիրոջ որ մեծ հարկանք ուներ ու սեր գծուցապերեր Պետրոսի նկատմամբ առանց գիտնալու որ ով էր բարձրապես ըստրուգ էր իրեն համար այդ Պետրոսի քաղաքացիները գբատմեն դանդիրոջ որ այս Պետրոսը իրենց քաղաքի մեջ շատ մեծ մարդ էր եւ գբատմեն թե ինչեր բադայցան իրեն հետ երբ Պետրոս գիմանա որ իր քաղաքնիկը բացահայտված է դունեն գփախչի մարդիկ շատ կդրտմին որ ինչու Պետրոսը փախավ բայց Պետրոս ճուզեր հայտնի դառնալ եւ անհայտ վայրերու մեջ գաբրի մինչև որ Աստուծոքով շնորհ կստանա եւ իր կյանքը գավարդե ու հավիտենական կյանք կփարսնա սիրելիներ լուր բարեգործություն գդարելը Աստուծոքով ընդունելի բادرակ է Դեր Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխում մեջ կխոսի լուր բարեգործության մասին ողորմության մասին Գսե երկրորդ համարեն կգարտամ երբ ողորմություն գուզես տալ փողու թմփուգով միաներ մարդոց ուշադրությունը կրավելու համար ինչպես գեղձավորները գնեն ժողովարաններու մեջ եւ հրաբարակներու վրա մարդոցմե փարավորվելու ակնկալությամբ վստահ եղեք միայն ադիգայի անոնց վարչադրությունը ընդհանրակը երբ դու ողորմություն գուտաս ցախ ցերկը թող չգիտնա թե ինչ կնե աչ ցերկդ Այսպիսով ողորմությունը քախնի երած կլաս եւ քու երկնավոր հայրդ որ անդեսանելի է եւ գտեսնե գադարածդ քեզ պիտի վարչադրե հայտնաբես Սիրելներ ինչ որ գնենք փողը թմփուգով չնենք շքանշանները ստանալու համար չնենք այլ ծածու գնենք մարդոց աչքերեն հերու եւ մեր հայրը որ անդեսանելի է բայց ամեն ինչ կտեսնե հայտնաբես պիտի վարչադրե Եկեք սիրելի եղբայրներ եւ քույրեր 40-օրյա մեծ բակի այս վերջին շաբաթը խորհրդածենք ողորմության, բարեգործության, կարևորության մասին եւ առանց ցայնի, առանց թմփուկի, առանց աղմուկի, առանց ո՞ե մեկուն դեսնելուն
մեր շրջապատի մեջ ինչ որ գրնանք անել, խոնարհությամբ անենք։ Սիրելիներ, Աստված ոչ թե շատ մեծ գումարներ կբանջի մեզ, որ ողորմություն կդարենք։ Աստված կուզե, որ մեր սրդին համացայն տանք, ինչպես որ դերը, երբ կանգնած էր Հիսուս դաջարի կանցնագին դիմաց, հարուստները իրենց ավելցածներեն կվճարեին, բայց ծիրոց սրդի մեջ անոնց նետածները չարցականկեցին, բայց երբ աղքատ այրի գինը երկու լուման նետեց, որոնք երբ որ ինգան կանցնագի մեջ նույնիսկ ցայն չանեցին, այնքան բուջրիկ տրամներ էին, բայց Քրիստոսի սրդի մեջ անոնք արցականկվեցան, եւ դերը ասավ, ճշմարիտ կսեմ ցեզի, իր առաքյալներուն ասավ, այս այրիգինը հարուստերեն ավելի շատ տվավ, որովհետեւ դվողին հոգին է որ գուզե տեսնել Աստված, եւ ոչ թե դրվածին մեծությունը կամ քանակը, այլ հոգին։ Ինչ ծևով որ գրնանք օգտակարը լալ իրարու, օգտակարը լանք, կարիքավորին, աղքատին, այրին, որփին, մերգին, անոթին, զարավյալին, հիվանդին, դարաբյալին, փանդարգյալին, ինչ ծևով որ գրնանք սիրեներ օգտակարը լանք, որբեսի դիրոջկով շնորհ գտնենք։ Ահա այդ ժամանակ է որ նաև երկնքի մեջ կանցերտ իզածվի դլանք, ինչպես Հիսուս կսե Մատթեոս ավետարանի 6-րդ գլխու 19 եւ 20 համարներու մեջ, որ ծեր կանցը երկնքի մեջ դիզեցեք, ուր ոչ ցեցը գրնա բագանել, ոչ կողերը գրնան բադ ծագել եւ կողնալ։ Հետևաբար եկեք սիրելիներ այդ սրբությամբ ապրենք, որբես երկնքի մեջ կանց ունենանք։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։